Մեր մասնակցությունը այդ դատավարությանը նպատակը նա էր, որպեսզի մենք նախ տեսնեինք Պերմյակովին եւ հասկանայինք, թե ինչ կերպար է, որպեսզի նաեւ հասկանայինք, թե նրա գործողությունները արդյոք կարող է նման անձնավորությունը կատարել, թե ոչ, եւ երկրորդը, որպեսզի ստանայինք որոշակի տեղեկություններ նախաքննության տվյալներից, որովհետեւ ինչպես գիտենք, քրեական գործի ոչ բոլոր նյութերն են տրամադրվել հայկական կողմին եւ նույնիսկ այն փուլում, երբ որ մենք կարողանանք ծանոթանալ նախաքննական նյութերին, շատ նյութերի կարող է եւ չկարողանանք ծանոթանալ, որովհետեւ ռուսական կողմն է ըստ որոշել, թե որ մասը պետք է անջատի եւ տա հայկական կողմին։ Ըստ էության այդ դատավարության ընթացքում առաջին մեր խնդիրը մենք այդքան էլ լուծել չկարողացանք, որովհետեւ Պերմյակովը փաստորեն հրաժարվեց ցուցմունք տալուց եւ նա ընտրել էր պաշտպանական որոշակի մարտավարություն իր պաշտպանի հետ, որ ցուցմունք չտա եւ ընդհանրապես ոչինչ չէր խոսում, ոչ մի գործողություն չէր կատարում։ Նրա պահվածքը շատ տարօրինակ էր եւ առավել տարօրինակ էր նրա պահվածքի ֆոնին լսել փորձագետների եզրակացությունները, դատահոգեբանական, հոգեբուժական, որի արդյունքում ռուսական կողմը նշանակված փորձաքննությամբ եկել էր հետևության, որ Պերմյակովը լիովին առողջ է, որևէ խնդիր չունի, ագրեսիվ չէ, իր պահվածքով եւ իհարկե մեղսունակ է։ Այն որ նա մեղսունակ է, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, անկասկած նա մեղսունակ է, սակայն այն որ իր պահվածքը միանշանակ հանգեցնում է հետևության, որ նա ունի որոշակի խնդիրներ, սա էլ միանշանակ էր։ Բայց հասկանալի է, որ այն պահից սկսած, երբ որ Պերմյակովը ռուսական կողմում էր հայտնվել, արդեն իսկ որոշակի խնդիրներ պետք է լինեին եւ ճիշտ ասած մենք չէինք պատկերացնում, որ այս կարգի խնդիրներ կարող են լինել, որ ռուսական կողմը ամեն կերպ փորձի պաշտպանել իր այսպես ասած աշխատակիցներին, սպաներին եւ այն բժիշկներին, որոնք վերջին հաշվով նրան զորակոչել էին բանակ։ Մեր համար միանշանակ է նրա պահվածքից, որ նա ունի որոշակի խնդիրներ։ Նման պարագայում ակնհայտ է, որ նա չպիտի զորակոչվեր, կամ եթե նույնիսկ զորակոչվել էր, նրա ձեռքում զենք չպիտի հայտնվեր։ Ավելին, հետագայում էլ պետք է հետևողական լինեին, որ այն անձինք, ովքեր որ կատարել են որոշակի գործողություններ կամ անգործություն են դրսևորել, որի հետևանքով նա հայտնվել է զորամասում, այնուհետև զենքը իր ձեռքին ու այնուհետև թողել է զորամասը զենքով, ենթարկվեին պատասխանատվության։ Մենք տեսանք, որ ռուսական կողմը ջանք ընդհանրապես չի ներդրել, որպեսզի պատասխանատվության ենթարկի այդ անձանց եւ որպեսզի ոչ մեկը չի ենթարկվի պատասխանատվության, փորձագետի եզրակացություններ են հայտնվել, որ նա լիովին առողջ է։ Այդ է պատճառը, որ մենք միջնորդելու ենք, որպեսզի նշանակվի դատահոգեբանական հոգեբուժական փորձաքննություն հայկական կողմում։ Մեծ հույսեր չունենք, որ հայկական կողմը ռուսական կողմի տված փորձագետի եզրակացության պայմաններում հակառակ փորձագետի եզրակացություն կտա, բայց մենք հետևողական ենք լինելու, որպեսզի այդ փորձաքննությունը նշանակվի։ Ավետիսյանների հարազատները Պերմյակովին տեսնելով ասեցին, որ ավելի վստահ են դրանց, որ Պերմյակովը մենակ չի գործել։ Այս առումով նրա այն ցուցմունքի հարվածին, որին ծանոթացել եք, աշխատանքներ չեն առաջացել, որ դա ենթադրենք եղել է խմբակային կազմակերպված։ Այն հատվածները, ինչին որ ծանոթացել ենք, դեռ բավարար չեն, որպեսզի նման եզրահանգումներ անեն։ Իմ գոլեգան շատ ճիշտ նշեց, մեզ պետք է իր ցուցմունքը ամբողջ ծավալով, թե ինչա ինքը նկարագրում, ինչպես է ինքը նկարագրում իր գործողությունները տան մեջ, որովհետև քանի որ տան մեջ տեղի ունեցածի մասին մենք բավականին տեղեկություններ ունենք, խոսքը փորձագետի եզրակացությունների մասին է, մեզ շատ անհրաժեշտ է իր ցուցմունքի մանրամասները, որպեսզի դա կարողանանք համադրել այն ինֆորմացիային, որը ամրագրված կա տան առկա իրեղեն ապացույցների հետ։ Եվ եթե այդտեղ տարբերություն լինի, կա իր մոտավոր, այսպես ասած, գնահատականը, թե ինչքանա տևել, բայց ես Չէ, փորձաքննությունը գիտեք, րոպեի ճշտությամբ դա չի կարող տալ, որպեսզի դա համադրվի։
Բայց տանը տեղի են ունեցել բազմաթիվ գործողություններ, այն անձի կողմից ով այդ սպանությունը իրականացրել է։ Եվ շատ կարևոր կլինի հասկանալ այս մարդը ինչպես է դա նկարագրում եւ արդյոք դա համընկնում է իրականության հետ օբյեկտիվ։ Որտեւ եթե լինեն տարբերություններ, արդեն կարող եք խոսել այն մասին, որ կասկած ունենք, որ այս մարդը ընդհանրապես ցուցմունք է տալիս մի բանի մասին, ինչից անգամ տեղեկություն չունի։ Բայց նորից եմ ասում, դրա մասին կարելի կլինի խոսել միայն համադրումի պայմաններում, իսկ մենք այսօր իր ցուցմունքը տան մեջ տեղի ունեցածի մասին չունենք այս պայմանությամբ դեռևս։ Այս արագացված դատավարությունը սպասի դերձել, եւ առասարակ չի խոսում, չէ։ Շատերը նորմալ ընթացքում դատ են սպասում, եւ մի հարցեր, Ջան, ասում ես համոզմունք կա, որ ինչ-որ խնդիրներ են։ Եթե ինքը իրեն շատ իներտ է բայրեն, գրեթե չի բացահայտել, ոչ մի խոսք, ոչ մի շարժ, ոչ մի Ես հակերտ բանանեմ։ Գիտեք ինչից, հենց այդ իներտ պահելն էլ գնահատականի արժանի է, որովհետև մարդը տպավորություն էր, որ իր համար բացարձակ միևնույնն է, ինքը անգամ տպավորություն էր, որ լիովին չի գիտակցում ուր է, ինչ է տեղի ունենում իր հետ, հասկանում եք, այս է խնդիրը, որ մենք ասում ենք, որ պահվածքը առնվազն տարօրինակ էր այդ մարդու, հենց այդ իներտ պահվածքը ինքն էլ գնահատական իր մեջ գնահատականի արժանի է։ Այս մասով ես նաև նշեմ, որ նայեք ինչ են ասում ռուս փորձագետները, ասում են ինքը ագրեսիվ չի իր պահվածքով, ընդհանրապես եւ ոչ մի խնդիր չունի։ Առողջական։ Հիմա պատկերացրեք ամբողջ օրը անձը նստած է դատավարության ընթացքում, տարբեր գործողություններ են կատարում դատավարության ընթացքում, երբ որ նա սկզբից նստած էր մեջքով դեպի դահլիճը, ամեն ինչ հասկանալի է, որտեղ շատ լավ հասկանում էր, թե մարդիկ ինչ են մտածում իր մասին, ցանկանում էր, ասենք իրեն զերծ պահեր այդ հայացքներից, այդ հասկանալի է։ Բայց նստել այդքան ժամ այդտեղ դատարանում, դահլիճում տարբեր գործողություններ են կատարվում, ձայներ են հնչում եւ այլն, մեկ անգամ շուրջ չգալ նայել դահլիճին, որևէ գործողություն, սա արդեն լուրջ տարօրինակ է։ Եվ բացի դրանից, քո դատավարության ընթացքում քնել ակնանալ արդեն տարօրինակ է, բայց նաեւ խնդիրը այլ է։ Եթե անձը ագրեսիվ չի իր վարքով, ոչ մի հիվանդագին վիճակ չունի, այստեղ երկրորդ հարցն է առաջանում։ Այո, հնարավոր է եւ նա լիովին առողջ է, բայց լիովին առողջ անձը սպանություն կատարել, նման սպանություն կատարելու համար պետք է ունենա շատ լուրջ դրդապատճառ։ Այս դեպքում հայկական կողմը պետք է գտնի, թե որն է եղել այդ դրդապատճառը, եթե նա որևէ հիվանդությամբ չի տառապում, ագրեսիվ չի եւ այլն, ինչպես է նա 7 անձ ուղակի սպանել միայն նրա համար, որ մտել է գումար վերցնելու։ Սա արդեն անտրամաբանական է։ Կամ ուրեմն հայկական կողմը պետք է գտնի դրդապատճառը եւ դա պետք է լինի լուրջ, համոզիչ դրդապատճառ, որ անձը կարող է 7 հոգու սպանություն կատարել, կամ ուրեմն նա ունի խնդիրներ։ Խնդիրներ ունենալու պարագայում լուրջ պատասխանատվության պետք է ենթարկվեն բազմաթիվ անձինք, որոնք մեղավոր են եղել նրա համար, որ այդ հիվանդ անձը զենքով հայտնվել է քաղաքում։ Ու ասենք ես պահվածքի հետ կապված մի հատ լրացում ասեմ, Իրանը պատասխանի է, տեսեք, շատ ճիշտ նկատում են իմ գործընկերները, իր պահվածքի հետ սառնասրտությունը, թե ասենք հոգեկան խնդիրներից բխող դահլիճում շատ ծանր երկաթե իր ընկավ, բոլորը անխտիր շրջվեցին դեպի այդ երկաթե առարկան, ընդ որում նաև դատավարության մասնակիցները Պերմյակովը նույնիսկ այդ ժամանակ շրջվեց դեպի, ասենք, այդ առարկան։ Սա ինչ որ կամ խիստ սառնասրտություն, ինչ որ նախապատրաստված վիճակ, որը գրեթե անհնար է, կամ ասենք հոգեկան որոշակի տարօրինակություններ կամ ինչ-ինչ ազդեցություններ, որը կարողացել է նրա հիման վրա իր ինքնել է, չէ, չեմ կարծում, որովհետև լրագրողներից մեկի ինչ-որ սարքավորում էր, որ դժվար թե կարողանային իրենք այդքան։ Իրեն այսինքն ինչ-որ բան էին Գիտեք, ենթադրություններ շատ կարող է լինել, փաստ չունենք, որպեսզի նման ինչ-որ բաներ, բայց իմ համար խիստ տարօրինակ են հանգամանք, որ նույնիսկ այդ ժամանակ չշրջվեց, որովհետև մարդկային բնազդ է, հա, ինչ-որ բարձր ձայն, որ նույնիսկ այդ ժամանակ չշրջվել, բավականին տարօրինակ է։ Արագացվածի մասով
Արագացվածի մասով տեսեք, մենք չհանդիսանալով տվյալ դատավարության մասնակիցներ իմ գոլեգաների հետ այցելել էինք որոշակի նպատակ ունենալով, այսինքն տեղեկանալ, թե ինչ ցուցմունքներ են, ինչ փաստաթղթեր են հետազոտվում, սակայն առաջին հենց վարքյանից ինձ համար պարզ դարձավ, որ տվյալ դատավարությունը ոչ թե օրենքով սահմանված արագացված դատաքննությունն է տեղի ունենում, ինչ հայկական օրենսդրությունը նախատեսում է, այլ ինձ համար ակնհայտորեն պարզ դարձավ, որ տվյալ դատավարությունը պետք է մեկ օրում ավարտվի։ Տեսեք, ունենք անկախ դատարան, ըստ էության դատարանը պետք է անկախ լինի, դատարանի մամուլի քարտուղարը լրագրողներին ներս հրավիրելուց առաջ դուրս է գալիս եւ հայտարարում է, որ կլինի այսքան ժամ դատաքննություն, դրանից հետո կլինի ընդմիջում, դրանից հետո լրագրողներին թույլ կտանք, որպեսզի դատավճռի հրապարակումը կրկին նկարանվի։ Այսինքն առավոտյան բոլորը տեղեկացված էին, որ տեղի է ունենալու այդպիսի հապճապ դատաքննություն։ Ընդ որում դատաքննության ժամերը նույնիսկ համընկնում էին, որ տեղի ունեցավ ընդմիջումից հետո դատավճռի հրապարակում եւ այլն։ Այսինքն դա համաձայնեցված բոլոր մասնակիցների միջև գործողություններ էր, ինչի արդյունքում կայացվեց մեղադրական դատավճիռ։ Այսինքն չկա ստեղ խոսել արագացված դատաքննության, արդար կամ, չգիտեմ, այլ դատաքննության հետ։ Պահերը լինում, որ մեղադրողը որպեսզի հիմնավորի մեղադրանքը որոշակի ապացույցների վրա հղում էր կատարում, որ պետք է հետազոտվեն այս ապացույցները, հրապարակվեն այս ապացույցները, դատարանը ինքն էր կանխում տվյալ փորձերը, ասում էր, ոչ, այս ապացույցը կարևոր չէ քրեական գործի, զույն քրեական գործի համար քննությունը չէ իրականացնում։ Միտումը իմ կարծիքով միայն մեկն է, ցույց տալ, որ այս անձը ռուսական օրենսդրությունը խախտելու համար ենթարկվում է պատասխանատվության եւ խիստ պատասխանատվության, տեղի ունենում դատաքննություն։ Այլ տվյալ մենք ձեռք չենք հաղորդում, ինչը որ հաղորդելու էր, մենք արդեն ծաղկակաղը իրականացրել ենք 9 հատորով տվել ենք, այսինքն այն նպատակները, որոնց համար մենք գնում էինք, հասարակությունը ուշադիր հետևում էր դրան, ըստ էության շատ նվազ չափով կայացվեցին։ Նպատակը հենց դա էր, որպեսզի ինֆորմացիայի արտահոսք չլինի։ Դիցուք հասարակ բաներ կան, օրինակ 72 հատոր քրեական գործ էր, սակայն հրապարակված փաստաթղթերից 40, երևի 35 հատորից այն կողմը որևէ փաստաթուղթ չհրապարակվեց։ Ինչ էր մնացած քրեական գործի հատորներում, այսինքն դրանք խոսում են այն մասին, որ քննություն է իրականացել, կարող է ռազմաբազայի հետ կապված քննություն, այնտեղի բարքերի, իրավիճակի եւ այլնի հետ կապված, որը որ չպետք է հանրությունը տեղեկանար դրա մասին։ Դա է խոսում նաեւ դրա մասին է խոսում նաեւ այն հանգամանքը, որ դատանը դատավճռի հետ կայացրեց նաեւ լրացուցիչ որոշում, որը կրկին չհրապարակեց։ Իսկ լրացուցիչ որոշումը ամենայն հավանականությամբ կապված էր հենց բազայում տիրող իրավիճակի հետ։ Ըստ էության արագացված տեղի չունեցավ, այլ տեղի ունեցավ արագացում փոխհամաձայնեցված բոլոր կողմերի։ Պերմակովի վարքի հետ կապված, տեսեք, այդ տեղավորույքի հետ կապված բոլորը գիտակցում են, որ այդպիսի արձագանք կարող է տեղի ունենալ, նույնիսկ փաստաբանը նրա մեսիջ ուղարկեց, այսպես ասած, հարազատներին, դուք մի մտածեք, որ նա որևէ դեղերի ազդեցության տակ է եւ այլն, այսինքն իրանք եւս փորձում են դա տեղեկացնել, բայց դեղերի հետ կապված դատարանը երբ հարց էր տալի Պերմյակովին, ինքը կանգնում էր, կարճ ոչ, այոն ասում էր։ Բացի դրանից նաեւ որոշակի հանգամանքներում դեպք եղավ, որ դատարանը հարց տվեց, Պերմյակովը չլսեց եւ պնդեց, որ ինքը չի լսել հարցը, այսինքն կրկին հարցը, որ դրամ եմ ասում, մեղսունակության, այսինքն լրիվ անջատված վիճակ չէր, դիրքորոշումն էր այդպեսին, որ այդպես պետք է պահվի։ Կարելի է ասել, որ դատավարությունը բնականացված է, ինչ-որ տարվեր։ Այո։ Եվ ինչ հետ եք։ Կապում եմ նրա հետ, որպեսզի որոշակի նվազ, հնարավորինս նվազ չափով ինֆորմացիայի անդրադառնալու։ Եվ թե բազայում տիրող բարքերի մասին, թե մնացած գործողությունների մասին, այսինքն մինիմումը ինչը որ բավարար է տվյալ անձին քրեական պատասխանատվություն ենթարկելու համար։ Հենց այս տրամաբանության մեջ տեղավորվում է այն, որ որևէ այլ մեղադրյալ այդ գործով չկար, որովհետև տեսեք, մարդուն մեղավոր են ճանաչում զենքը հափշտակելու մեջ, բայց հարց է առաջանում, իսկ ով էր պատասխանատու այդ զենքի համար, ով էր պարտական իրականացնել գործողությունները այնպես, որպեսզի զինվորը չկարողանա զենքը հափշտակել, կամ զինված զինվորը հախուստի է դիմում ռազմաբազայի տարածքից։ Իսկ ով է պատասխանատու այն պաշտոնակատար անձը, որը պիտի ապահովի այդ, որ այդ զինվորները իրենց բազայից զինված չփախչեն։ Հասկանում եք, այս մարդիկ չկան։ Եվ այս տրամաբանության մեջ նաև տեղավորվում է այս արագացված, այս չհրապարակել կիսագաղթի պայմաններում իրականացված դատավարությունը։ Ընդ որում, նրանք կարող է այլ անձեին։ Այդպես ես նորից եմ ասում, այդ հարցերի պատասխանները չկա։ Այդպես էլ ջանջեց, ընդ որում պետք է
նշելու լինենք, որ շատ կարևոր հարց էր լուծվում նաև ռուսական կողմից, որովհետև նրանք շատ լավ հասկանում էին, որ նաև մեծ խնդիր է, թե ինչու է նույն Պերմյակովը, որը կարող է 7 հոգու սպանել, հայտնվել Հայաստանում, սկսենք դրանից։ Քրեական գործի շատ քիչ նյութեր հրապարակվեցին, բայց նույնիսկ այդ հրապարակման պայմաններում ակնհայտ երևում էր, որ Հայաստանը իրենց համար աքսորավայր է համարվում այդ զինվորների համար, ովքեր որ դասալիքներ են, ովքեր որոշակի խնդիրներ են։ Ռուսական կողմի նույնիսկ հարցերը, երբ որ տալիս էր մեղադրող կողմ, պաշտպանական կողմ, նույնիսկ հարցերը ուղղված էին նրան, որ փորձեն տպավորություն ստեղծել, թե իրենք ընտրում են լավագույն զինվորներին, որոնք կգան Հայաստան։ Միշտ այդպես է, չէ՞, երբ որ անձը ինչ որ մի խնդիր ունեն, այդ խնդրի վրա հատկապես կանգ է առնում։ Այդ դատավարության ընթացքում հատկապես կանգ էին առնում այս հարցին ու շատ ծիծաղելի էր սպայական կազմի, ասենք, այն վկաների ցուցմունքները, որոնք ասում էին, թե ինչպես են ընտրել Պերմյակովին, որ գնացել են, ընտրել են լավագույն կադրին եւ բազմաթիվի մեջից ընտրել են Պերմյակովին որպես լավագույն կադրերից մեկը։ Այն պայմաններում, երբ որ անձնական գործում հստակ երևում էր, որ 8 անգամ դասալքություն է կատարել այս անձը, ինքը համարվում է լավագույն կադր։ Ընդ որում նաև ուրիշ խնդիրներ, որ հստակ երևում էր, որ ընդ որում պետք է նաև անցյալը նկատի ունենանք եւ տեսնենք, որ այս զորամասում առաջի դեպքը չի, որ անձին կատարում են հանցագործություններ, սպանություններ, վերջերս նորից սպանություն տեղի ունեցավ, արդեն ռուս զինվորին էր սպանել, այսինքն մի բան մեզ համար առնվազն ինձ համար այդ դատավարության ընթացքում ակնհայտ դարձավ, որ այո, այս զորամասը համարվում է իրանց համար աքսորավայր եւ նաև հրապարակումներ եղան մամուլում սննդի հետ կապված, այո, սննդի հետ կապված, որ այստեղ սոված են մնում զինվորները եւ այլն, որը եւս լուրջ խնդիր է, այսինքն այնպիսի պայմաններ է ռուսական կողմը այստեղ ստեղծում, որ զինվորները արդեն իսկ ունենան պատճառ հանցագործություն կատարելու։ Եվ զինվորը ուղղակի հիմա օրինակ նույն Պերմյակովը ասում է կարոտել էի հարազատներից եւ վերջ, բայց մի բան ակնհայտ էր, ինքը չէր ուզում մնալ ուղղակի այդ զորամասում, պատճառը ուրեմն պետք է նրանք պարզեին։ Եվ ինչպես իմ գործընկերը նշեց, առանձին որոշմամբ դատարանը ինչ որ որոշում էր կայացրել, թե ծնող պատճառները որոնք են, որը եւս չհրապարակվեց։ Բայց պետք է հրապարակվի եւ հանրությունը դրա մասին պետք է տեղյակ լինի։ Մեղադրող կողմը ասում էր, որ ռուս-հայկական հարաբերությունների մեջ սեպ է խրվել եւ այլն, եւ դա շատ կարեւոր է, որ Պերմյակովը շատ խիստ պատժի ենթարկվի։ Բայց մեր համար ամենակարևորը դա չէր, ամենակարևոր պատճառը նաեւ նա է, որպեսզի այդ ծնող պատճառները վերանան, որպեսզի այս նման հանցագործությունները չշարունակվեն։ Եվ ժողովրդի լեզվով ասած, այսինքն ծածկադմփոց անելով չի, որ խնդիրը լուծվում է, խնդիրը լուծում է պահանջում։ Այսօր մենք հասկացանք, որ ռուսական կողմը խնդիրը չի լուծում, ընդհակառակը ինքը փակում է այդ խնդիրները, նաև պատասխանատվության չենթարկվելով իր սպաներին եւ այն անձանց, ովքեր որ այո պատասխանատու էին նրա համար, որ նման հանցագործություն չկատարվեր։